Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Հրապարակվել են նաեւ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։ Պետական եկամուտների կոմիտեից եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնությունից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից 9337 տոննա վառելիք, շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության եւ խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են, ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Arm-Swiss բանկը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացված եւ կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ կյանքի կոչված էներգոարդյունավետության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ։ Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, քննարկելու Հայաստանում էներգոարդյունավետության ոլորտում գրանցված առաջընթացն ու հետագա զարգացման Arm-Swiss բանկի գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանը մասնակցել է պանելային քննարկմանը, ներկայացնելով բանկային դերը էներգոարդյունավետության ծրագրի ֆինանսավորման եւ ներդրումային միջավայրի զարգացման գործում։ Ծրագրի շրջանակում ջերմամեկուսացվել է ավելի քան 470 շենք, ապահովել է 20-ից 60% էներգախնայողություն, կրճատվել են կոմունալ ծախսերը եւ ամրապնդվել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը, միաժամանակ նպաստելով Հայաստանի կլիմայական պարտավորությունների կատարմանը։ Ծրագիրը նաև նպաստել է ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը եւ ռիսկերի նվազեցմանը, դարձնելով էներգոարդյունավետության նախագծերը առավել հասանելի եւ ներդրումային տեսանկյունից գրավիչ։ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 103 միլիարդ դրամի զուտ շահույթ, ինչը 2.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Վերլուծությունը ներկայացրել է Modex խորհրդատվական ընկերությունը։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Արջին բանկը՝ 33 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7 միլիարդ դրամի փոխարեն։ Զուտ շահույթի նվազումը առավելապես պայմանավորված է փոխարժեքային տարբերությունից զուտ եկամտի 39% նվազմամբ։ Արջին բանկին հաջորդում է Ամերիա բանկը 19 միլիարդ դրամ զուտ շահույթով։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 7-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։